Թալանացը վերադարձնելու պրոցեսը իմիջիալոց ես չգիտեմ դուք լսել եք թե չէ, բայց օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կառավարության բանով, հայտով վաճառվել է ֆինանսների նախկին նախարարին պատկանող տունը եւ Միացյալ Նահանգները արդեն պրոցեսը գնում է, ինչ որ մի տոկոս պահելու են իրանց ներքին բաների համար, բայց գումարի մոտավորապես 60-70%-ը փոխանցելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Դա արդեն տեղի է ունեցել։ Երկու մի քանի օր առաջ Կոտայքի Ընդամենը օրեր առաջ Վճռաբեկ դատարանի վճիռը ուժի մեջ մտավ, Կոտայքի նախկին մարզպետի տունը, առանձնատունը պետականացվեց։ Եվ հիմա մենք մտածում ենք այնտեղ, չգիտեմ, ոնց կօգտագործել, դա արդեն բանն է։ Կոտայքի նախկին մարզպետի եւ որ նույնը ինքն է Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունը իր ամբողջ տարածքով սեփականացրեց։ Եվ այդ տունը հիմա իրանը չէ, տունը հիմա ձերն է, ժողովուրդ։ Եվ բազմաթիվ էլի նրանք ովքեր հետևում են իմ Facebook-յան էջին, ես հատիկ առ հատիկ խորագրի ներքո ցույց եմ տալիս, թե մենք այսօր բազմաթիվ հազարավոր հեկտարներ անտառային հողեր ենք մենք վերադարձրել։ Հազարավոր քառակուսի կիլոմետրերով զբոսայգիների տարածքներ ենք վերադարձրել երեխաներին եւ համայնքներին։ Եվ այս process-ը եւ իմիջիալոց հետաքրքիր գիտեք որն է, կան քաղաքական ուժեր եւ հիմնականում պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր եւ ժողովրդի հարաբերությունների միջև խնդրեմ ստեղծել համար ասում են խոստացակ թալանացը վերադարձնենք, բայց չեք վերադարձրել։ Նախ մենք վերադարձնում ենք եւ կվերադարձնենք, բայց հետաքրքիրը գիտեք ինչ է, իրանք գալիս են ձեր մոտ ասում են, տեսեք դրանք թալանացը չեն վերադարձրել մեր մասին, բայց իրանցից ոչ մեկը չի ասում, իրանցից ոչ մեկը իր ծրագրի մեջ չի գրել, որ ինքը կվերադարձնի։ Այսինքն իրանք ուզում են թեման փակեն, թեման ջրեն, գցեն, հիասթափություն առաջացնեն։ Եվ մի հատ էլ երեք նայում եմ, երեք ես մի հատ սկսել են պատերազմի, հա, եւ իսկ ինչու մենք այսօր ժողովուրդը շատ հարց է բարձրացնում։ Շատ հիմնականում նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության կամ եռագլուխ մաֆիային, ասում են դրանք քիմիչը հիմա պատասխանատվության չեն ենթարկվել եւ այլն եւ այսպես շարունակ։ Նախ ուզում եմ ասել, որ ապօրինի գույքով եւ մյուս process-ներով իրանք բոլորը դատի մեջ են իրականում այսօր process-ը։ Ռոբերտ Քոչարյանն էլ է դատի մեջ, Սերժ Սարգսյանն էլ է դատի մեջ եւ էլի ուրիշ, հա? Դե գիտեք ինչի է տենց, ասում եմ, որովհետև Ժորժ ջան 2018 թվականից մենք ոչ թե մի, այլ 23 ճակատով ենք կռիվ տվել։ 23 ճակատով կռիվ ենք տվել, ներսի եւ դրսի 23 ճակատով կռիվ ենք տվել։ Մենք կռիվ ենք տվել, այսօր մենք ասում ենք եռագլուխ կուսակ, մենք կռիվ ենք տվել մաֆիայի դեմ։ Մենք կռիվ ենք տվել մաֆիայի դեմ։ Եվ այսօր մենք ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն կամ եռագլուխ մաֆիա, 2018-ին այդ մաֆիան 23 գլուխ է ունեցել։ Այդ 23 գլուխները հերթով սենց կտրելով եկել ենք տակը մնացել է 3 գլուխ։ Եվ առաջիկա ընտրություններում մենք իրար հետ պետք է այդ 3 գլուխը կտրենք։ Այս է մեր խնդիրը։ Եվ սա, այսօր ինչ որ տեսնում եք, պատերազմի եռագլուխ կուսակցությունը կամ եռագլուխ մաֆիան, այսօր եկեք տենանք ինչ է։ Դա ըստ էության նախկին իշխանության կոալիցիան է։ Ուժեղ Հայաստան կոչվող կուսակցությունը, հանրապետական կուսակցությունն է, հանրապետականը բաց աջակցել է եւ ուժեղ Հայաստան կուսակցության բանի ընտանիքը հանրապետական խմբակցության Կալուգացի օլիգարխի եղբայրը եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավար եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար երկար տարիներ։ Եվ մի հատ էլ գլուխ են գովում, մի անգամ որ ես խոսել էի, ասում են այ դուք մեր բարեգործությունը պարզվում է Սևանի մասնավորապես, համենայնպես իրանք տենց են ասում, չեմ էլ հետաքրքրվել
ինձ տեն շատ է տա Սևանի ընկեցավայրը որտեղ հիմա մեր տիրապետության տակ է բարձում է իրանք են սարքել անը դրել են բարեգործություն պատկերացնում եք ասենք երկրի հիմա մեկը Հայաստանի Հանրապետություն ինձ համար բարեգործություն անի բռնի ինձ համար ասենք ենթադրենք բան կառուցի մի 5 միլիոն դոլարանոց տունասի դե բարեգործություն եմ անում ու դրանք ընդհանրապես բարեգործության թեման շատ էական է այսօր օլիգարխներ կան բարեգործի տրամաբան այդ մարդը բոլորիցս հոսանքա գողացել ավել փող գրելա ամբողջ հանրապետության վրա այդ մարդիկ հայրենասիրությունից են խոսում ուրեմն զորաբասի մանկապարտեզի չգիտեմ պետական հիմնարկների անհատների վրա հետ կալուգացի օլիգարխը ավել հոսանքի գումարները ավել գրել են փողները դրել գրպանները ինչ բարեգործություն նույն եւ բանի Սերժի համար դղյակներ են կառուցել այդ է դրած բարեգործությունը նույնն էլ վերաբերվում է բանին մյուս Բելարուսամետ օլիգարխին հետո գործեր կան քննվում են եւ կքննվեն որևէ մեկը ես ձեզ 100%-ով ասում եմ այդ օլիգարխներից որևէ մեկը իր գողացածի եւ կալուգացի եւ Բելարուսամետը իր գողացածի 5%-ը չի տվել թեկուզ տուկի թելի կամ բրնդի ձևով հիմա նրանք այդ կանալից են զրկվել 6 միլիարդը որի մասին ես ասում եմ դա Սերժի, Ռոբի, Գագոյի, Սամվելի կրպանից է կտրվել եւ հիմա նրանց վնգունը դրա համար է դուրս գալիս որովհետեւ նրանք ուզում են շարունակեն դեր հոսանքը գողանան եւ դրա 5%-ը տուկի թելի ворթնած բրնդի ձևով դες վերադարձնեն բայց մենք այսօր ասում ենք հա մի հատ էլ բան է անում երեք ասում եմ ԲՀԿ-ի ղեկավարի տղեն կրակել է հետո փախել է Հայաստանից այդ էլ կարակ ասեք ինչի է փախել այո որովհետեւ միջև հիմա մաֆիոզ դրսևորումներ կան եւ ում բռնում ենք մենք պատժում ենք շատ խիստ ձևով հիմա էլ ասում է բանա ասում է դե հունիսի 7-ից կգա ասում է մեզ ձայն տվեք մենք ուզում ենք բանի քաղաքացիական պայմանագրի բանը իշխանությունից հեռացնենք ասում է տղես հունիսի 7-ից կգա այո կգա որ շարունակի Աբովյանում կրակել որ գա որ Կոտայքում կրակել Երևանում կրակել Արագածոտնում կրակել նրանց ուզածը է դա իրանք ասում եմ Ղարաբաղ ինքան Ղարաբաղ են ասում եմ տո լսեք ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը Ղարաբաղում մի փամփուշտ կրակել է չի կրակել բայց դուք մագազիններ եք դատարկել Երևանում Աբովյանում Բալահովիտում նրանց խնդիրն է որ Երևանն ու Հայաստանի Հանրապետությունը դարձնեն մաֆիայի մարտադաշտ այն դեպքերում երբ որ դիմադրություն կլինի իսկ հիմնականում նրանց հույսն է որ դիմադրություն չի լինելու եւ ես էլի ասում եմ սա ժողովրդի իշխանության ունենալու եւ չունենալու մասին է Հայաստանում այսօր կան բազմաթիվ խնդիրներ բայց Հայաստանում այսօր կան բազմաթիվ լուծված խնդիրներ մենակ թոշակի մասին ես որ ասում եմ այդ դարակազմիկ հարցը որ մենք լուծել ենք առողջության ապահովագրություն ամենակարևոր հարցն է մենք շատ շնորհակալ ենք 65+ տարիքի առողջության ապահովագրությունը ինչի հաշվին ենք մենք լուծում ժողովուրդ ջան դրանց թալարացի կանալները բանը ծորակները փակելու շնորհիվ եւ այսօր 65 տարեկան պլյուս 65+ կան մարդիկ որ օգտվել են առողջության ապահովագրությունից բոլոր տեղերում համաձայնեք որ դա իրականություն է թե դա հերթական իրականություն է բայց կա մարդ որ նախկինում քրոնիկ հիվանդությունների համար փողա տվե դեղը առել հիմա դեղը անվճար ստանում կան այնպիսի մարդիկ հիմա այդ մարդկանց դեպքում մենք կարենք ասենք որ դեր թոշակը իրականում ոչ թե 10,000 + 10,000-ով ավելացել այլ ավելացել է 10 մարդը ձերը բարձրացրեց 40,000-ով ավելացրել իսկ 40,000-ը այսօրվա Հայաստանի Հանրապետության պայմաններում արդեն լուրջ թիվ է եւ այս փոփոխություն դուք իմացեք բայց ինչի ուր ա եղել այդ գումարները ուր ա եղել բայց ինչի է հիմա դուք փաստացի
ենթադրենք 40,000 ավելացել է, ենթադրենք հիմա համարեմ ընդհանուր եկամուտը գալիս է մի քիչ 70,000-ին, 80,000-ին մոտ է կանգնում։ Բա 2018 թվին ինչա նվազագույն թոշակ եղել 16,000 դրամ։ Որովհետև Կալուգացին ու Պրո-Բելարուսը բարեգործություն անելիս են եղել։ Բա հիմա դուք բարեգործության կարիք ունեք։ Հիմա դուք ձեր պարզելու նրանց խնդիրը է եղել, որ ձեզ դնեն բարեգործության կարիքի մեջ, որ ամեն անգամ մտնեն գյուղերը եւ ձեռը պարզած մարդկանց տեսնեն, որ ձեռը պարզած մարդկանց հեշտությամբ կառավարեն։ Այսօր դուք ձեր պարզելու անհրաժեշտություն չունեք, գիտեք ինչի չունեք, որովհետև ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է։ Եվ ես ասում եմ, առողջության ապահովագրությունը մենք ներդրել ենք, այո, 65+ տարիքի մեր թոշակառուների համար, բայց նույնքան դրել ենք 65+ տարիքի մեր թոշակառուների զավակների համար, որովհետև ով տարիքով ծնող ունի, միշտ մտքում մի լարվածություն կա, բա որ մի առողջական խնդիր եղավ, ո՞նց ենք լուծելու։ Հիմա տալիս եք այդ հարցը, բա որ ծնողիս հետ առողջական խնդիր ունեցավ, ո՞նց ենք լուծելու։ Այո, տալիս եք այդ հարցը, բայց ունեք պատասխանը, որովհետև ձեր պետությունը, ձեր կողքին կանգնած ձեր ծնողի առողջության հարցը լուծելու է։ Եվ այս է փոխվել 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս փոփոխությունն է նաև որ պետքա տեր կանգնենք։ Հիմա էլ ասում են, այդ առողջության ապահովագրությունը ընտրություններից հետո չեղարկվելու է։ Դա կատարյալ անհետ, այո, եթե իրանք ընտրվեն, հաստատ կչեղարկվի, երաշխավորում եմ, որովհետև այդ 6.6 միլիարդին նրանք ծարավ են և սոված են։ Ասում է, մենք տեսած ենք, դուք ինչ եք տեսած։ Դուք ինչ եք տեսած։ Բանի հոսանքի, լսեք, մանկապարտեզի վրա հոսանքի ավել փող գրող Կալուգացի օլիգարխը ոնց կարա ասի ես տեսած եմ։ Դուք չտեսեք։ Ես վերջերս մի հատ գործ եմ բերել բանը, ուրեմն օլիգարխներից մեկը ու դրանք, շատ ուրեմն օլիգարխներից մեկը բան արել, տրանսֆորմատորները բան արել, ներկրել, որ ինքը ինչ-որ այդ կրիպտոարժույթների ֆերմա ստեղծելու համար, դե դրանք շատ հոսանք է բանանում, ծախսում։ Բերել է, հետո այդ կրիպտոարժույթների գործը չի ստացվել, հետո այս մի օլիգարխը այդ բերած տրանսֆորմատորները խելագար գներով վաճառել է այս մի օլիգարխին, դե պարզա, ավել պակասնել ինչ են արել, այդ էլ հերթական գործն է։ Բա դրա համար են ասում, ամսիյո, դրա համար են դուս եկել ընտրությունների, որ այդ մարդիկ բիզնեսմեն ըլնեին, այդ մարդիկ բիզնեսմեն ըլնեն, ինչ գործ ունեն իրանց քաղաքականության հետ, ինչ գործ ունեն, և ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ, այդ օլիգարխներից մեկի տղեն է պատանդ, ձեզ հայտնի երկրում, են մյուսի ունեցվածքն է պատանդ, ձեր հայտնի երկրում, եթե դուք ուզում եք ձեր պետությունը ղեկավարեն պատանդները, ես ասում եմ դրանք պատանդ են, մեկի տղեն է պատանդ, մյուսի ունեցվածքն է պատանդ, և ձեր ընտրությունը դրա մեջ է, դուք ուզում եք, որ ձեր երկիրը ղեկավարեն և ձեր անունից հանդես գան նրանք, ովքեր պատանդի կարգավիճակում են, բառից բուն իմաստով պատանդի կարգավիճակում, բայց իրականում ժողովուրդ ջան, այս ամեն ինչը ինչ էլ որ ասեցի, դա ամենակարևորը չի, իսկ ամենակարևորը, որը ուզում եմ ասել և եկել եմ ասեմ, այս տենց ուղղակի միջայլոց էր, ամենակարևոր բանը, որ ուզում եմ ասել հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն 9 ամիս հաստատված է խաղաղություն, և ես ուզում եմ բոլորից շնորհավորեմ խաղաղության առիթով։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, այսինքն որ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ոչ զոհ ենք ունեցել ոչ վիրավոր հակամարտության բերումով, այդ նկատի ունեմ։ Ու այդ մարդիկ ասում են, մեր ժամանակ ասում են խաղաղություն ա եղել։
այն պարագայում, երբ 91 թվականից ամեն տարի, այսինքն տենց մի տարի չենք ունեցել, որ մենք սահմանին զոհեր եւ վիրավորներ չունենանք։ Եվ այս մարդիկ ասում են, այ մենք լավ խաղաղություն կհաստատենք, որովհետեւ մենք գիտենք խաղաղության հաստատելու ձևը։ Այդ մարդկանց պատկերացած խաղաղությունը այն է, որ տարին մի 5, 6, 7, 8 զոհ ալնում, մի տասնյակ վիրավոր ալնում, իրանց համար դա խաղաղություն է, ինչի, որովհետեւ այդ զոհվողները իրանց զավակները չեն։ Ես էլի ասում եմ, դա երևի ճիշտ բան չի, անընդհատ ընդգծել եւ հույս ունեմ դուք բոլորդ գիտեք։ Այդ թվում իմ որդին ա եղել իրադարձությունների ամենակենտրոնում եւ ինչքան էլ փորձեցին լեգենդներ, լավ էր որ այն մարդիկ ովքեր ականատես են եղել, տասնյակ մարդիկ վկայեցին այդ ամեն ինչի մասին։ Եվ հետեւաբար մեր ամենակարևոր խնդիրը առաջիկա ընտրություններում խաղաղությանը տեր կանգնելն է։ Եվ շատ են խոսում դրա մասին, ի վերջո խաղաղությունը կա, չկա, իրական չի։ Ես խաղաղությունը համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ։ Երեխան երբ որ ծնվում է եւ 9 ամսեկան է, ինքը կա թե չկա, ինքը իհարկե կա։ Այն ընտանիքում, որտեղ 9 ամսեկան երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Այդ երեխան այդ ընտանիքի ուրախությունն է։ Այդ երեխան այդ ընտանիքի երջանկությունն է։ Եվ ես համարում եմ, որ այսօր մենք տեսնում ենք, որ հանրապետությունում մթնոլորտը էական փոխված է։ Եվ իմ կարծիքով այդ մթնոլորտը փոխված է հենց 9 ամսեկան այդ երեխայի խաղաղության շնորհիվ, որովհետև մարդկանց տրամադրությունը փոխվել է։ Բայց Ժորժ ջան, ինչ տեղի կունենա 9 ամսեկան երեխայի հետ, եթե մենք նրա նկատմամբ խնամք չտանենք, եթե մենք նրա նկատմամբ հոգ չտանենք, այդ երեխան չի ապրի, այդ երեխան չի մեծանա, այդ երեխան ոտքի չի կանգնի։ Եվ հետևաբար մեր խնդիրը նույնն է, ինչ որ 9 ամսեկան երեխայի խնամքի դեպքում։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է տեր կանգնի իր 9 ամսեկան երեխային։ Հա, մեկ էլ նոր թեմա են մտածել։ Ասում են 300,000 ադրբեջանցի է վերադառնալու։ Ասում են Փաշինյանը եւ Փաշինյանի կառավարությունը 300,000 ադրբեջանցի է վերադարձնելու Հայաստան։ Մեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին է վերադարձնում Հայաստան։ 2025 թվականը անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ որ Հայաստանի քաղաքացիների արտագաղթը գնացած քաղաքացիները ավելի քիչ են եկել, քան վերադարձը։ Մենք արդեն մեր իրանց իշխանությունների ժամանակ հեռացած մի միլիոն միջև քաղաքացիներից 8,600-ին 2025 թվականին վերադարձրել ենք։ Եվ կարծում եմ բոլորիդ համար ակնհայտ է 2025 թվականի 26 թվականի